Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Ես ուզում եմ մի քանի կետով ցույց տալ, թե իրականում քարոզարշավի, ԿՊ-ական քարոզարշավի շրջանակներում Նիկոլի այդ ղժղժան պիկապից հնչող հայտարարությունները իրականում ինչ են նշանակում իրենցում, ուզում եմ թարգմանել, վերծանել դա, եթե թույլ կտաք։ Ինչ է նշանակում դրանք, ում են ուղված եւ դրանք ինչ նշանակություն ունեն հայ լսարանի վրա, հայաստանյան լսարանի վրա եւ կցույց տամ հիմա մի քանի կետով, այստեղ 8 կետ առնվազն առանձնացրել եմ, ցույց կտամ 8 կետով, թե իրականում ինչու է այդպես խոսում Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ թվում է թե անօրինական, իրականում անօրինական, ոչ adekvat եւ այլ, բայց դրանց խորքում, դրանց հիմքում շատ adekvat, շատ մտածված ուղերձներ կան, մեսիջներ կան, ուղված Ադրբեջանին եւ Թուրքիային, ուղված Ալիևին, եւ այդ ամեն ինչի մեջ այդ կտեր կան, գիտեք, չէ՞, վերջերս բանը Ադրբեջանով վագոններով ցորեն էին բերել, ահա այդ կտերն էլ բաժանում են, ցրում են ԿՊ-ական ժողովրդին, ԿՊ-ի համակիրներին, նիկոլականներին։ Ես հատկապես այս խոսքս ուզում եմ ուղղեմ, կներեք երկար նախաբանի համար, ուզում եմ ուղղեմ այն ուսուցչուհիներին, ովքեր դպրոցներից գնում են Նիկոլի հանրահավաքներին աշխատանքի ժամերին, այն աշակերտների ծնողներին, այն աշակերտների, որոնց էլի տանում են քարոզարշավի, թեև քարոզարշավը չպետք է երեխեքից պիտի հեռու լինի եւ աշակերտներից պիտի հեռու լինի ըստ օրենքի, ըստ բարոյականության։ Այն երեխեքին այդ ամենի մեջ պետք չի խառնել, հա։ Այն զինվորականներին, ոստիկաններին, ովքեր ամեն իրանց հերթապահության համար ըստ օդում կախված լուրերի տասնյակ հազարավոր դրամներ պրեմիա են ստանում, այն ԱԱԾ-ի աշխատակիցներին, ազգային անվտանգության ծառայության այն աշխատակիցներին, ում էլի անպայման խրախուսելու են այն 3 միլիոն դոլար, եթե չեմ սխալվում, որ ԱԱԾ-ին տրամադրել են, որ ավելի լավ գաղտնա լսեն, ավելի լավ ուրեմն հետապնդեն, ավելի լավ բացահայտեն Նիկոլի քաղաքական հակառակորդներին։ Ես բոլորիդ ուղղված ժողովուրդ սա մի պուճուր, այսպես թույլ դավադրապաշտություն կարող եք սրանում զգալ, բայց ընդունեք որպես տրամաբանական բացատրություն այն ամենին, ինչ ես վերջերս Նիկոլը անում է, եւ սկսենք Արթուր Օսիպյանի կալանավորումից։ Արթուր Օսիպյանին դատարանը 2 ամսով կալանավորման որոշում է կայացրել։ Դա ինչ է նշանակում։ Արթուր Օսիպյանն ինչ էր արել, Նիկոլ Փաշինյանին ընդամենը հարցեր էր տվել, եւ Նիկոլ Փաշինյանի կողմից խիստ վիրավորական, բղավոցի եւ բացականչությունների, այսպես զոհը դարձավ, այս դեպքում էլ արդեն նույնիսկ օրենքով կալանավորեցին, որ մարդը ընդամենը լինելով արցախցի, չլինելով նախկին, չլինելով նախկիներից եւ ոչ մեկի հետ ասոցացված, չլինելով ռուսամետ, երևի թե միակ քաղաքական ուժի ներկայացուցիչն է եղել, ով հենց Արցախում ռուսների նկատմամբ խիստ քննադատական արտահայտվել եւ հնչեցրել է արևմտամետ թեզեր։ Ահա Արթուրին ձերբակալեցին սկզբում, հետո կալանավորեցին։ Ժողովուրդ ջան, Արթուրի հարազատներ ջան, ես ձեր ցավը տանեմ, Արթուրի ընկերներ։ Սա Ալիևին, այն որ ասում են մեր սեղանից ձեր սեղանը, Նիկոլեն սեղանից Ալիևին սեղանին պատիվ են տալիս, որտես, այսինքն մեսիջը, այսի մի մեղսիջ, մի ուղերձ, որով Նիկոլը Ալիևին ասում է, տես, ես ինչպես եմ վարվում Ղարաբաղի հարցը բզբզողներին, իրավականության դրույթները վերհանողներին, միջազգային իրավունքից խոսողներին, փաստաթղթային բազան քննադատության ենթարկողներին։ Սա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է հայ ժողովրդի նկատմամբ ի շահ եւ ի բարեհաճություն Ալիևի, Ադրբեջանի նախագահ Ալիևի։ Ահա մեսիջը դա է։ Մեզ այն կուտն են տալի, թե ինչու չեք զոհվել։ Փոխանակ պատասխանեն, թե ինչու են 5000 հոգի զոհվել, եթե Ղարաբաղը 96 թվականից սկսած այլևս Ադրբեջան էր։ Փոխանակ բացատրեն,
թե ինչու են 20 թվականին 5000 հոգի զոհվել, մի հատ էլ մոննաթ են գալի, թե ինչու չեն զոհվել ավելին։ Սա առաջին մեսիջը, որ Նիկոլը հաղորդա, այնպես որ գոհ եղեք, որ Բաքու չի ուղարկում Արթուր Օսիպյանին, Բաքվում դատեն։ Այսքանով արդեն գոհ եղեք։ Այսքանով արդեն թող բավարարված լինեն Արտուրի հարազատները, ընկերները, մենք, հանրությունը, թող այսքանով բավարարվեն։ Կարար ավելի վատ լիներ, կարար ուպակովկա աներ Արտուրին, մի հատ sense վանդակի մեջ ուղարկեր Բաքու, հա? Կարար տես լիներ, փոխանակման դներ։ Չգիտեմ ում հետ ասեմ փոխանակման, այնտեղ արդեն ով մնացել է, երևի թե էլի կան գերիներ, ոչ քաղաքական։ Երևի այնտեղ ոչ քաղաքական գերիներ եթե մնացել են, նրանց հետ կարող են նույնիսկ փոխանակման դնել, են ոնց որ էլի բեթարից ազատի Աստված, հա։ Սա առաջի կետը, որ ուրեմն վերջին օրերին Նիկոլը որպես մեսիջ ուղարկել է Ալիևին։ Եվ որպես Ադրբեջանից եկած վագոններով եկած այդ ցորենի կուտ բաժանում է Հայաստանին։ Երկրորդը ցեմենտի գործարանի հետ կապված Ծառուկյանի։ Ցեմենտի գործարանի հետ կապված, որպիսի պատկերացնենք, իհարկե դա բազմաբաղադրիչ քայլ է, համ Ծառուկյանին են նեղացնում, համ որոշակի իրանց մեջ հաշիվներ են պարզում, դա ճնշման գործիք է։ Որտեղ վաղուց կարող էին ցեմենտի գործարանի հարցը լուծել, ավելին Պարսկաստանից էժան ցեմենտ էր գալի, բայց արհեստականորեն ցեմենտի գործարանը Պարսկաստանից եկած ցորենի վրա մաքսատուրքեր էին դնում արհեստականորեն, որ ցեմենտի գործարանը աշխատի, իբրև թե 400 աշխատատեղ է դա Իրանից ենթադրում, ոնց կարան այդ ցեմենտի գործարանի աշխատանքը կասեցնեն, դա ռազմավարական նշանակություն ունի, մի խոսքով ու պարսկական ցեմենտը, որը կարող գար ամբողջ Հայաստանում դառնալ էժան շինարարություն, մաքսատուրքի տակ մի խոսքով թույլ չէին տալի, որ մեծ մասշտաբների հասնի։ Գալիս է պարսկական ցեմենտ, բայց ոչ մեծ մասշտաբների։ Լավ, էսի առանձին թեմա է։ Հիմա ինչ է ցեմենտի գործարանի մեսիջը։ Դուք գիտեք, որ Արամ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի Փեսան, այ անունը չեմ հիշում, երասխում մետաղաձուլարան էին դնում, որպեսզի արմատուրա բան արտադրեին, հա։ Հետո թուրքերը կրակում էին այդ ուղղությամբ, խանգարում էին շինարարությանը։ Էսի Նիկոլի ինքնիշխան Հայաստանն է, էլի, ինքնիշխան Հայաստանում, Հայաստանի տարածքում մարդիկ գործարան էին սարքում։ Ամերիկայի դրոշն էին դրել, Ամերիկայից ներդրող էին բերել եւ այլն, բայց մեկը թուրքերը կրակում էին։ Այս Խուրշիդյանենց սիրելի եվրադիտորդներն էին գնում ասում, այ մարդ հերիք է, դուք կրակում եք, չի կարելի, բայց այդ եվրադիտորդների շանտեղ դնող չկար, կրակում էին ու կրակում էին։ Ստիպված այդ մետաղաձուլարանը երասկի քանեցին եւ տեղափոխեցին։ Այսինքն Ադրբեջանի դուր չի գալի, ինչ էին ասում էին, մեր սահմանին մոտիկ էկոլոգիական խնդիրները առաջացնելու այդ ձեր գործարանը, մեր սահմանին մոտիկ չբրի դնեք։ Սա է Նիկոլի ինքնիշխան Հայաստանը։ Սենց է անկախություն ապահովում։ Ասում են չպետք է լինի ու վերջ։ Հիմա ցեմենտի գործարանը նման կարգավիճակ ունեցող գործարանը, որը ես արհեստական բանականությանը այդ հարցը տվեցի, դուք էլ կարող եք ձեր հերթին ստուգել Արարատի ցեմենտի մասին, ասում էի, թե քանի կիլոմետր շառավողը նրա վտանգը ինչպիսին է, որովհետև մենք էլ Վեդիում այդ ցեմենտի գործարանի փոշու ազդեցության տակ ենք, մեզ մոտ էլ քաղցկեղը բավականին մեծ տարածվածություն ունի, բայց ես չեմ կարող ասեմ, որ դա հենց ցեմենտի գործարանի պատճառով է, բայց կարամ ասեմ, որ մի խոսքով վիճակը այնքան էլ բարվոք չի մեր շրջանում, հա, Արարատի շրջանում։ Եվ հարց տվեցի արհեստական բանականությանը, թե այս ցեմենտի գործարանի վտանգը ինչպիսին է եւ քանի կիլոմետր շառավող։ Արհեստական բանականությունը պատասխանում է, որ քամիների ուղղությունից, ուժգնությունից, այդ տերիտորիայի ռելիեֆից իհարկե կախված է, բայց միջինում մեծ վտանգ, մեծ ռիսկայնություն կա 5 կիլոմետր շառավող, 5 կիլոմետրի տակ ընկնում է Արարատ քաղաքը, ընկնում է Արարատ գյուղը, Դավալուն այսպես ասած, եւ այդ Արարատի շրջանի Արարատ քաղաքին մոտակա գյուղերը, հա, միջև Վեդի։ Միջին ազդեցության վտանգը ներկայացնում ցեմենտի գործարանը 5-ից 15 կիլոմետր շառավող։ Ստեղ միջին աստեղ արդեն ստույգ Վեդին ներառվում է, ընկնում է եւ ցածր վտանգ է ներկայացնում արդեն 15 կիլոմետրից մինչև 30-ից ավել կիլոմետր շառավով արդեն ցածր։ Սա կախված է այդ ցեմենտի փոշու, այդ այսինքն այդ արտադրանքի արտաթորված, արտանետված
ուրեմն փոշու հատիկների ծանրությունից եւ չափերից, հա, եւ այդ նյութերի ինչքան հնարավոր է իրանք հեռու կտարածվեն։ Հիմա այդ միջին ռիսկայնությունը 5-ից 15 կիլոմետր գալի հասնում է երասխի սահման, Հայաստան-Ադրբեջան սահման։ Այսինքն 15 կիլոմետրից այն կողմ արդեն ցեմենտի գործարանից 15 կիլոմետր այն կողմ արդեն գտնվում է Նախիջևանը։ Ահա թե ինչու տրամաբանական բացատրություն, որ ցեմենտի գործարանը կարա ազդի էկոլոգիապես նաև Նախիջևանի այն հատվածների վրա, որոնք սահմանակից են երասխի կողմից սահմանակից են Հայաստանի Հանրապետությանը։ Եվ չի բացառվում, որ մի հատ էլի, այսպես ասած, մեր սեղանից ձեր սեղան, Նիկոլենց սեղանից Ադրբեջանի սեղան, Ալիևենց սեղան, պատիվա անում, տես ասում ես ցեմենտի գործարանի հարցներ եմ լուծում, որտեղ հնարավոր է դա էլ ընդեղ քննարկված լինի, կուլիսային բանակցություններում որպես այսպես արգումենտ ներկայացված լինի, որ դուք մեզ խանգարում եք, ես։ Այնպես որ ցեմենտի գործարանն էլ տեղավորվում է այս սցենարի մեջ։ Երրորդ փաստը, որ Նիկոլը ուրեմն Ադրբեջանին պատիվ տալի եւ Ալիևի համար է ուրեմն մեսիջներ ուղարկում, դա այն արտահայտությունն է, որ Հայաստանում 90% հայեր երբեք չեն ապրել։ Ու տեսեք այս 90% թիվը, նու ես կարամ խոսքից մեջ չհիշեմ, ասեմ 90%-ից ավել, կարա տենց բան լինի։ Բայց Նիկոլ Փաշինյանը, որ 300,000 ադրբեջանցիների խոսույթի բազմաթիվ անգամ անդրադարձել է, այդ հարցերով ինքը բազմիցս զբաղվել է, գիտի, որ 90%, նախ 90% չի, 99% է հայությունը, Հայաստանում 99%-ը։ Եվ երբ որ երկրի ղեկավարը ասում է 90%, այն 10%-ն ովքեր են։ Բայց այն 9%-ն ինչ եղավ։ Այդ 9%-ը, հարգելի ժողովուրդ ջան, այն Ադրբեջանի ասած 300,000 փախստականներն, որոնք պետք է վերադառնան։ Կարամ ես սենց մտածեմ, տրամաբանական ասա թե չէ։ Հա, ես չեմ ասում մտել եմ Նիկոլի գլխի մեջ, բայց ես ասում եմ այդ գժականի մեջ կա ու հստակ շատ տրամաբանված մեսիջ, որ նա արդեն հռչակում է, հայտարարում է, որ Հայաստանում հաշվարկը տանում է այնպես, որ նրանք են հանդիսանում Հայաստանում փայատեր ժողովրդագրական հաշվարկների մաս եւ ասելով 90%, կրճատելով 99%-ը դարձնելով 90%, ուրեմն այդ 300,000-ին նկատի ունի, ինչը էլի մեսիջա ուղերձը Ալիևին, որ հանգիստ եղի, ես քո ամբողջ ասածները կանեմ, ժողովրդին էլ նախապես է ներկայացնում, որ հետո ասեն, ես ինչ ես անում, ասի, բա ես չի ասի 90%։ Հետո կամ ասի, ես չի ասի ցեմենտի գործարանը սենց, հետո ասի, բա ես ես չի ասի, հեսա տեսեք։ Մյուս խոսքը այդ պիկապի վրայից հայտարարած, որ վերջին 1000 տարվա ընթացքում այստեղ մենք հայկական պետություն չենք ունեցել։ Սրան արդեն իմ կողմից շատ հարգված բլոգերներ, մասնագետներ, վերլուծաբաններ անդրադարձել են, բայց սա նույնպես ադրբեջանական նարատիվ է, որ այստեղ Հայաստան չի եղել, մետ հանգստացեք, բա ինչ է եղել։ Եղել է Օսմանյան կայսրություն, եղել է իրանական, պարսկական կայսրություն, եղել է ռուսական կայսրություն, դրանից առաջ եղել են օսմանները, օսմանները ասացիք, դրանից առաջ եղել են, չգիտեմ, թուրքմենները, մոնղոլները, սելջուկները եւ 1000 տարի, այո, այս տարածաշրջանում եղել են կայսրություններ, թե ամբողջ աշխարհում եղել են կայսրություններ։ Ամբողջ աշխարհում չեն եղել ազգային պետություններ այնպիսին, ինչպիսին հիմա կան։ Ազգային պետությունները վերջին 200 տարվա իրողություն են։ Մինչ այդ աշխարհը բաժանված է եղել կայսրությունների միջև։ Այնպես որ նորություն չի էլի, որ աշխարհում ընդհանրապես, հա, չեն եղել ազգային պետություններ վերջի 1000 տարում։ Նույնիսկ վերջին մի քանի հազար տարում։ Հիմա այստեղ ի՞նչն է հետաքրքիր, որ ես էլ ադրբեջանական նարատիվը, որ մենք ահա եկել ենք այստեղ մերը չէր, մենք այստեղ sense մեծամասնություն չէինք, բայց եկանք նստանք։ Ես այս թեման ուզում եմ ուղղակի հակառուսներին ներկայացնեմ։ Ես ռուսամետ չեմ, լսեք, ես անկախական եմ։ Ես իրոք անկախական եմ։ Ու ես հասկանում եմ, որ Ռուսաստանից կան ռիսկեր, ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքից եւ Եվրոպայից կան ռիսկեր, որ ամեն մեկ իր շահի համար, իր առևտրի համար է անում, ինչ անում է։ Ոչ ոք մեր մուֆտեջի ազգի սիրուն աչքերի համար չի անում։ Քանի որ մենք հոգով մուֆտեջի ենք,
հոգով սրտով մուֆտջի ենք, մենք սիրում ենք հավատալ այն մտքին, որ ինչ որ մեկը մեր սիրուն աչքերի համար գալիս է մեր համար լավ ան, օրինակ ֆրանսիացին, մեր սիրուն աչքերի համար գալիս է մեր համար լավ ան։ Դա հոգով մուֆտջու երազանքա, որը շատ արագ վերածվում երազախաբության։ Կիլիկիայում եղել է Ֆրանսիան։ Այդ լավությունն արել է սև սիրուն աչքերի համար։ Արդյունքում ցեղասպանություն, հետո տարան Մարսելում բանում, այտենց տեղավորեցին հայերին, պրծավ, ոչ հայ մնաց Կիլիկիայում, ոչ Հայաստան դառավ, ոչ էլ անկախություն եղավ։ Դա մի մոռացեք, ասենք եթե Արևմտյան Հայաստանում ռուսներն են այդ նույն փորձանքը բերել մեր գլխին, Արևմուտքն էլ այդ համանման այդ փորձանքը բերել են բաների գլխին, Կիլիկիայի հայության գլխին։ Թեև այստեղ էլ Արևմուտքը արդեն 18 թվականից սկսած Արևմուտքը իր սև գործն արել է, այսինքն բզբզը թռել է։ Կարճ ասած, լավ, դրա մասին պատմաբանները ինձ լավ կասեն, ես կարամ որոշակի անճշտություններ ասեմ, բայց մի բանում ես չեմ սխալվում։ Մենք հույս ունենք, որ ինչ որ մեկը ձրի հենց այնց, որովհետև ինքը վեհ արժեքների տեր է, որովհետև էս այնը գալու է ու մեզ լավություն անի։ Ինչի որտեղ մենք մուֆտջի ենք հոգով։ Իսկ եթե Մանասյան Հայկը, այսինքն ես, էսի կողմ եմ ձեր աչքը, ասում են ռուսամետ է։ Ռուսամետ չի, ինգեր, ուղղակի անկախական է։ Ձեռի հետ է մուֆտջի, իր ճակատի քրտինքով ձեռքաբեր է այն ամեն ինչը ինչ ունի եւ Հայաստանի ապագան էլ պատկերացնում է, որ ոռահան լնելով Հայաստանը ապագա է ձեռբելու ու երկիրը կառուցելու։ Ուրիշ ձև չկա, ուրիշ ճանապարհ չեմ գտնում ես։ Չի կարա ժողովուրդը նստի հով լրվի գան դրսից իր համար գրանտներ տան, որ ինքս դե մարդավարի ապրի։ Այդ գրանտներն որ տալիս են, 1-2 տեղից տանում են։ Թե ինչ են տանում, դա արդեն ձեր խելքի բանը չի կամ կարա ձեր խելքի բանը դառնա, եթե ես խոսեմ մի քիչ ավելի երկար դրա ժամանակը։ Չկա։ Ահա թե շեղվեցինք։ Ահա երբ որ ասում 1000 տարի ստեղ պետություն չի եղել, ես բարբերական հիվանդության աշխարհագրությունը ներկայացրել եմ, թե ընդհանրապես ստեղ ինչ ա եղել եւ ինչքան հայություն ա եղել եւ գենետիկորեն հայկական լեռնաշխարհում այս պահին հայկական ծագման կամ հայկական էթնիկություն կամ հայկական գենոֆոնդ ունեցող ինչքան մարդ է ապրում, դա կարակ նայեք հայկական բարբերական հիվանդության աշխարհագրությունը YouTube-ում, այսքան երկար վերնագրով կա հայկական բարբերական հիվանդության աշխարհագրությունը։ Նայեք, կտեսնեք։ Հա, ինչ էի ուզում ասել։ Ուզում էի մի բան ասել այ հակառուսներին։ Ուրեմն Բագրատունիներից հետո հələ լսեք։ Եկել են սելջուկները։ Մենք տենց էլ պետականություն ձեռք չբերեցինք։ Եկել են մոնղոլները, թուրքմենները, հետո պարսիկները, օսմանները։ Մենք տենց էլ պետականություն, հետո եկան ռուսները, ուշադիր, եկան ռուսները։ Ու մենք պետական 100 տարի ռուսները ստեղ էին, 100 տարին չլրացած մենք պետականություն ձեռք բերեցինք։ Չեմ ասում, նրանք տվել են, նվիրել են, բայց մենք համեմատություն արեք։ Ու մենք ձեռք բերեցինք հենց ռուսական կայսրության տիրույթում։ Բան չի Օսմանյան կայսրության տիրույթում չձեռք բերեցինք։ Բա Օսմանյան կայսրության տիրույթում լեն ու բոլ այդքան նստած էինք։ Վիլսոնով, բանով, ամերիկացիներով, սաղով եկան մեր օգտին էին այ մարդ։ Անգլիացիներն էլ են մեր օգտին, ամերիկացիներն էլ, ֆրանսիացիներն էլ, սաղ մեր օգտին էին։ Բախի Օսմանյան կայսրության տարածքում մենք պետականություն ձեռք չբերեցինք։ Հա? Հենց Թարսի պես ռուսական կայսրության տարածքում ձեռք բերեցինք։ Թե Օսմանյան կայսրությունը ավելի կայուն էր, տենց կանգնած էր, քան թե ռուսականը։ Առաջին համաշխարհայինում պարտված կայսրություն։ Բախի ընդե ձեռք չբերեցինք։ Մտածեք էլի, փաստ է։ Ռուսի գովքը չեմ անում, փաստ է, այ մարդ իրականություն է եղել է։ Բախի պարսկական կայսրությունում չձեռք բերեցինք։ Մեր ինքնիշխանությունն ու անկախությունը, թեև այդ ժամանակ արդեն էականորեն դատարկել էին։ Մի հատ էլ ընդեղ ինչ որ ինքնավարություն ձեռք բերեինք էլի, քիչ հայ կար Պարսկաստանում։ Մի հատ ինքնավարություն էլ ընդեղ ձեռք բերեինք այ մարդ։ Չեք մտածում այս մասին։ Սա էլի ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերն են, որը Նիկոլ Փաշինյանը շատ կուտը կտի ձևով, կտի տեսքով փաթեթավորված ուղարկում է հայ հանրությանը, նիկոլականներ գլխներիդ գալիքը չեք պատկերացնում ինչա լինելու։ 5-րդ կետը անկլավների հարցը Google Map-ի վրա, Google քարտեզի վրա անկլավներում ի հայտ է եկել Ադրբեջան, հայաստան Google-ը այլևս
դրել է, որ այդ անկլավները Ադրբեջան են։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ Արցվաշենը, որ հայկական անկլավը Ադրբեջանի տարածքում դա թղթերով ապացուցելի է, սակայն իրավական հիմքեր չկան խոսելու այն մասին, եւ ադրբեջանցիները մինչեւ այդ օրը, որ այս հայտարարությունը արել է, չեն ներկայացրել որևիցե փաստաթուղթ, որ իրանք Հայաստանի տարածքում ունեն անկլավներ։ Այսինքն քարտեզի վրա նկարած են եղել սիրուն, բայց այդպիսի անկլավներ չեն եղել, որտեղ դրանք Հայաստանի տարածքում արհեստականորեն ձևավորված անասնապահ ժողովրդի եւ Ադրբեջանի սիրտը շահելու համար ուղղակի դեկորատիվ քարտեզի վրա եղել է, բայց իրավական հիմքերը դրա չկան, բացակայում են։ Հիմա հանգարց պարզվում է, որ Google-ը սկսել է դրանք ճանաչել Ադրբեջան, դա նշանակում է Հայաստանը համաձայնվել է, հայկական կողմը, որտեղ կարող ասի Google-ին էսի չես գրել, ես ինչ ես գրել, բայց գրել են մարդիկ եւ դա ճանաչում են Ադրբեջան։ Սա եւս մեսիջ ձեզ հարգելի ժողովուրդ կուտ, որ վաղը ասեն, բա այս ինչ ես անում, ասի, բա ես չէի ասում, բա Քարոզ Արշավի ժամանակ չէր, որ այդ աղմուկը բարդացավ, շատերը անդրադարձան, որ անկլավները դարել են Ադրբեջան։ Արդեն Ադրբեջանը։ Հիմա դուք Հայաստանով որ գնում եք Սյունիք, դուք գնում եք Ադրբեջանով, բայց չգիտեք, որ Վրաստան եք գնում Իջևանի կողմերով, դուք գնում եք Ադրբեջանի տարածքով, բայց չգիտեք։ Հեսա սահմանային պոստել կդնեն, այն մյուսն էլ կանեն, այն մյուսն էլ կանեն, ու կասի բա ժողովուրդ ջան։ Ճիշտ է, մի շարք, մի ֆանատիկորեն Նիկոլին հավատացող մարդկանց սա բան չի փոխում։ Հա? Ռուսաստանից է անկախացնում, հեսա Երևանից է անկախացնում։ Դուք տեսեք կախվածության տակ ումից է գցում։ Այսինքն ձեզ կայֆ է տալի, որ Ռուսաստանից կախվածությունը փոքրանում է, Ադրբեջանից ահռելի մեծանում է, այս այդ կետին կգանք։ Մի խոսքով սա էլի մի հարց, մի կետ, որով Նիկոլը պրոադրբեջանական։ Ավելին գիտեք, եթե ասեմ Նիկոլը գերի է, մտածում եմ էլի այդ տեսանկյունից, կողմ գերի է էլի այս մարդը։ Գերի անգե ադրբեջանցիներին։ Ոստեղ մի հատ sense բան կա, այս գերության հետ կապված։ Դիտեք Նիկոլ Փաշինյանը, իհարկե Նիկոլ Փաշինյանի ընտանիքին Աստված երկու ձեռով պահի, առողջություն, երջանկություն իրանց։ Հա, ես ընդհանրապես ընտանիքներին մի քիչ եկեք մեր հետ հայկական արժեքայինը պահպանենք, անկախ նրանից ում մասին է խոսքը, ընտանիքը դա սրբություն է։ Ոչ միայն այդ մարդու համար, այլև մեզ բոլորիս համար ընտանիքը որպես հասկացություն, որպես ինստիտուտ սրբություն։ Էսի քննարկման չենք ընթանում։ Երբ որ ինքը ասում է Աշոտի մասին, որ Աշոտի կողքը ընկերը մահացել է, ինքը չի մահացել։ Նիկոլ Փաշինյան կարող է մեսիջ էին ուղարկում, որտես քո տղու հետ նույն բանը կլինի։ Այսինքն կարող է դու գերի ես, ինչ որ սպառնալիքների տակ։ Հələ մտածի ես մասին։ Այսինքն ոչ թե մեր աչքը մտցրա, մենք հասկանում ենք, որ քո ընտանիքը այնտեղ թիկնապահներով շրջապատված է, շարքային զինվորի պես չի կռվել, դա մենք հասկանում ենք, դա սաղն են հասկանում։ Ավելի մենք հասկանում ենք, որ ընտանիքը ուղարկել ռազմաճակատ, դա պուբլիկայի վրա աշխատող պոպուլիզմ էր։ Դա պոպուլիզմ էր։ Այդպես չի, որ դա հայրենիքի համար էր, որոշակի մասսաների ոգևորելու համար էր, կոպիտ ասած։ Հա, դա պոպուլիզմ էր։ Այդ սաղս էլ հասկանում ենք։ Բայց եթե այդ պոպուլիզմի, այդ բեմականացման տակ իսկականից նման հարված ա եղել, կարող է այդ հարվածով Ադրբեջանը քեզ զգուշացնել, որ նայի, հա, հաջորդը քո ընտանիքի անդամն է լինելու։ Ու դարել է զալոժնիկ, Սաղարգին էլ ազգին էլ սարքել է զալոժնիկ, որտեղ այն խոսույթը, որ դու ներկայացնում ես, դա գերիներն են ներկայացնում, երբ որ զենքը ճակատին դրած է։ Մեր գերիները մենք այդ տեսանյութերով տեսել ենք, որ ասում են Ղարաբաղը Ադրբեջանը։ Դա գերիներն են ասում տեսանյութով, իսկ դուք հիմա եթերով բաց ասում, կարող է ձեր հետ կապված էլ։ Իդեպ Ամերիկայում տես բան կա, եւ ոչ միայն Ամերիկայում, եթե նախագահը, ղեկավարը գերի անգե, նա չի կարող այլևս ղեկավարի, նա այլևս ազդեցության տակ է, կամ եթե նրա ընտանիքի անդամներին են սպառնում, նա այլևս չի կարող ղեկավարի, որովհետեւ նա արդեն խոցելի է եւ ավտոմատ պաշտոն անցնում է մյուս այսպես ըստ կարգի ում որ հասնում է հաջորդ իշխանավորին ավտոմատ կերպով։ Հիմա դու հոգեպես այդ ամենը թողենք, դու քո կարգավիճակով թաքուն կարող է գերես,
Բլը մտածի ես մասին։ Հիմա մյուս հարցը, որ ասում է շքերթի, այս ռազմական շքերթը, որ պատրաստվում է, ուրեմն այսպիսի բան ասվե, այսպիսի հայտարարություն արվե, որ այդ ռազմական շքերթից հետո այդ սպառազինությունը, որ բերելու են ժողովրդին ցույց տան բան, չէ, թողնելու են Երևանում, որպեսզի մենք տեսնենք, որ այդ շքերթից ամբողջ սպառազինությունը ինչքան մեծ գործ արել Նիկոլը մեր երկրի բանակի համար։ Կապիկություն։ Բայց հիմա ուշադրություն դարձեք, մարդիկ կային, որոնք ասացին, այսպիսի մեկնաբանություն տեսան, որ քանի որ վախենում է, որ կարա հեղափոխություն լինի ընտրություններից հետո, միանգամից ռազմական տեխնիկան, որպեսզի քաղաք չմտցնի, ասեն զորքը մտցրել է քաղաք, արդեն ռազմական տեխնիկան թողում է քաղաքում, որպեսզի կասեցնի հնարավոր հեղափոխական զարգացումները հետընտրական շրջանում։ Այսպիսի վերլուծություն կար։ Ես ուրիշ մի վերլուծություն կասեմ, իսկ իմ կարծիքով սա մեսիջա էլի Ադրբեջանին։ Ինչ է ասում Ադրբեջանին։ Ասում է, տես, ես դիրքերից, ես իրենց տեղակայման վայրերից հավաքում եմ այն մի քանի հնդկական գաուբիցան, այն մի քանի ռազմական տեխնիկան, որ Հայաստանը ունի, բերում եմ Երևան եւ տես, այլ սահմաններս բաց վստահված են քո բարեհաճությանը։ Ռազմական տեխնիկան բերել Երևան եւ թողնել Երևանում նշանակում է Ալիևին ուղերձ, որ ես հետ եմ քաշում սպառազինությունս սահմաններից եւ նրանց տեղակայման վայրերից, եւ նրանք այլևս գտնվում են Երևանում, եւ նրանք այլևս չեն կարող սպառնալ Ադրբեջանին, եթե նույնիսկ կարող էին, էլի, yaman կարող էին։ Ու մենք գիտենք, հա, նես չի որ տենց վագոններով զենք է եկել, մի քանի նմուշ, հեսա հրապարակում ինչ տենակ այդ է, ինչ տենակ հրապարակում այդ է եկել, առանձին չքննարկեմ, էդ էլ բերում դնում է քաղաքում, Ալիևին ցույց տալով, որ հանգիստ տեղի, ազատ տեղի, մենք մայիսի 28-ին մեր հանրապետության ստեղծման օրը զորքերը սպառազինությունը հետ ենք քաշում, հանձնվում ենք 45 թվականի հաղթանակից հետո տեսել եք Կարմիր հրապարակում Մոսկվայում, ոնց էին բերում այդ գերմանական դրոշները, զինանշանները, խորհրդանշանները, այսպես բերում եւ շպրտում, այսպես որպես թափոն, հա, որպես զիբիլ, տեսել եք, չէ՞, պարադի ժամանակ հատկապես իմ սերունդը, ավակ սերունդը դա կհիշի, տեսած կլինի, հա, այդ տեսանյութերը, ժապավենները։ Հիմա սա էլ այդպես էլի բերում է սպառազինությունը սահմաններից, տեղակայման վայրերից, բերում թափում է հրապարակում, հանձնվում ենք։ Սա եւս մեսիջ է, ժողովուրդ ջան, իսկ ձեզ կուտեն տալի թե Պապիկյանը ոնց որ ասեց, բանը մեր թաքցրած միջև հիմա ցույց տվածն ենք ցույց տալիս։ Ուրիշ հարց, ուրեմն գազի թեման, այս Ռուսաստանի հետ հարաբերություններ բզբզելը, որի արդյունքում ենթադրվում է, որ Ռուսաստանն ինչ անելու, փակելու է Լարսը, թույլ չի տալու, որպեսզի գյուղմթերքը եւ այլն, կոնյակը, մյուսը մտնի Ռուսաստան եւ թանկացնելու է գազը։ Հիմա հարց։ Լավ, այսքանը արեց։ Ինչ ենք անելու մենք։ Հայաստանը ինչ է անելու։ Ռուսաստանը ջղայնացավ, փակեց։ Որտեղից է Հայաստանը գազ բերելու։ Քուվեյթից։ Հա? Ո՞ր Քուվեյթից են գազ բերելու։ Չուչ։ Ճիշտ։ Պարսկաստանից, Իրանից։ Իրանը սանկցիաների տակ է, Իրանից առանց էլ բերում ենք, բայց սանկցիաների տակ է Իրանը։ Այսինքն Իրանի հետ մեծ էներգետիկ համագործակցություն, այս 30 տարուց ավել եղել է լուրջ պրոբլեմի տակ, որոշ չափով իհարկե թույլ են տվել, այսինքն արևմուտքը, հա, թույլ է տվել, որպեսզի բերենք գազը սարքենք, հոսանք, ուղարկենք Պարսկաստան, Ռուսաստանն էլ որոշ չափով թույլ է տվել այդ ամեն ինչը, բայց սանկցիաների տակ է Պարսկաստանը։ Կարող է Ադրբեջանից պետք է այդ գազը բերենք։ Այնտեղ Վրաստանի տարածքում գծերը մի թեթև փոխեն ու ադրբեջանական գազը գա Հայաստան։ Կարող է ադրբեջանական բենզինն ու նավթը պիտի ծախենք։
Պարսկաստանին զուգահեռ, այսինքն Պարսկաստանից մենք չենք կարող մեծ ծավալներ բերել, որովհետև սանկցիաների տակ է Պարսկաստանը։ Մանավանդ Նիկոլենց իշխանությունը, որ Պարսկաստանի հետ հնարավորինս այսպես նեյտրալ եւ չեզոք, այսպես հերու ավելի դիստանցավորված քաղաքականություն ավարում, հա, մի ուրիշ իշխանություն լիներ, ես լինեի կարող ասեի, ես սաղիթ հերն էլ անիծած սենց ենք ուզում, մեզ սենց է պետք տեղավորվեք, կարող է, հիմնավորեիր, բացատրեիր, բայց Նիկոլի իշխանությունը այդ չի անելու, ինչ անելու, Նիկոլի իշխանությունը Պարսկաստանի հետ չի, գնալու է ասի Ադրբեջան ջան, գազա պետք է, արդյունքում այն, որ մենք միակողմանի կախվածություն ունենք Ռուսաստանից, այդ կախվածությունը տեղափոխում ենք դեպի Ադրբեջան, Պուտինից եղած կախվածությունը դառնում է Ալիևից եղած կախվածություն, սա պատիվ տալ չի Ադրբեջանին, մեր սեղանից ձեր սեղան, այսինքն Պուտինից եղած կախվածությունը փոխում ես Ալիևից եղած կախվածության, Ալիևն է տենց բան է ուզում, որ ամբողջ հայ ազգը էլի այդ գերու նման գնա ասի մեզ գազ տուր, էժան տուր, սենց այն ինչ որ հիմա Ռուսաստանի հետ է, այդ նույնը պետք է դարձնեն Ադրբեջան, մենք գազը չունենք, մենք այդ գազը պետք է առնենք, հիմա վերադառնանք մյուսին, ճանապարհների հարցին, բա մենք ո՞նց ենք գնալու գանք, ուր ենք դուրս գալու, աշխարհի հետ ո՞նց ենք հաղորդակցվելու, ելնում է Վրաստանը պրոռուսական է, այս առումով Հայաստանի հարցերում, որտեվ հատկապես բեռնատարների այդ ֆուրերի վարորդները, ովքեր հարազատ են, խոսացեք, որ մեծ չափով Վրաստանն է, այն ինչ դեպի Ռուսաստան գնացող բեռների հետ կապված արգելքներ, խոչընդոտներ են ստեղծել, մեծ չափով հենց Վրաստանի կողմից են ստեղծել վրացական տարածքում։ Հերթը բանը չհասած դեռ ռուսներին, որ հարցնեք կասեն։ Ստացվում է, որ Թուրքիային ասենք սահմանը բացի, տերն օրհնած, սահմանը բացի, ոտերը տնկնեմ, սահմանը բացի, չէ՞։ Ստացվում է, որ արդեն այն կախվածությունը, որ ունենք Ռուսաստանից, պետք է այդ կախվածությունն ունենք Թուրքիայից, թե Թուրքիան գյուղմթերքի առումով մեզանից ավելի էժան է արտադրում ինքնարժեքով, նույնիսկ ավելի որակով, եւ եթե միտեղ կա եվրոպական շուկայում մթերք ծախելու, Թուրքիան տեղով այդ գյուղմթերք ծախելու երկիրն է։ Հայաստանը ստեղ գյուղմթերքի հարցում պետք է փագի թեման։ Դա մտածելու վրա է, հա, ինչ պետք է անենք։ Մի խոսքով։ Այն կողմի վրա էլ տեղ չունես։ Կանյակը կտանես, բայց ուր պետք է տանես կանյակը, լավ։ Մի խոսքով, ստացվում որ էս էլ գնում ենք Թուրքիայի ձեռը։ Բա ո՞նց են գնալու գանք։ Անկախանում ենք Ռուսաստանից, ում հետ ենք այդ կախվածություն ձևավորում, Թուրքիայից և Ադրբեջանից, բա սա Թուրքիային ու Ադրբեջանին պատիվ տալ չի, իհարկե պատիվ տալը հարգելիներս, այսպիսով վերջին շրջանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դրանք ուղերձներ են ուղղված Ալիևին, այն ինչ որ վերաբերում է սահմանադրություն փոխելուն բանման, դրանք թողնում են մի կողմ, նոր ուղերձներ, որոնք մեր աչքի առաջ մեր ներկայությամբ հայտարարությունները արել ու թույլ տվել, ու մենք չենք հասկանում, թե դրանք ինչ են նշանակում, դրանց թարգմանությունը ինչ է նշանակում։ Մենք մեզ էշիտեղ դրած ընդունում ենք այս ամեն ինչը, մեր ուզած ձևով ենք մեկնաբանում կամ կարևորություն չենք տալի։ Իրականության մեջ սրանք կոնկրետ Ալիևին ուղղված խոստովանություն են, հնազանդության երդում են, հնազանդության եւ Ադրբեջանից ու Թուրքիայից մեր կախվածություն ստեղծելու եւ այդ կախվածությունը խորացնելու պատրաստակամություն են։ Հարգելիներս, ես անկախական եմ, ես ռուսամետ չեմ, ես արևմտամետ էլ չեմ, ես այն սերունդից եմ, որ պանյացյաներով գիտի ոնց են ապրում, ինչքան էլ ընդունեք, չընդունեք, գիտեմ, ես գիտեմ, որ ռուսները փիսն են, ես գիտեմ, որ արևմուտքը փիսն է ու քողարկված փիսն է, ես էդ էլ գիտեմ, ու ես գիտեմ, որ երկուսի հետ էլ հնարավոր են լավ հարաբերություններ, եթե դու քո շահերը հասկանում ես, քո գինը գիտես եւ ունես որոշակի կոշտություն, քո իրավունքներն ու շահերը պնդելու որոշակի կոշտություն։ Ես գիտեմ, որ ճշտով սկզբունքայնությամբ քո հետ հաշվի են նստում բոլորը։ Կոպիտ օրինակ բերեմ, աշխարհում հետսովետական տարածքում կան քրեական հեղինակություններ։
Չէ, լուրջ հեղինակավոր մարդիկ։ Եվ կարող է այդ նույն հեղինակությունը մի շարքային արհեստավոր մարդ լինի, սկզբունքային այդ մարդու հետ շատ լուրջ հաշվի նստեն։ Իսկ այն մյուսի ռեկետ անեն, ասեն, այսքան պետք է բերես 10 ինչ պետքա, ոնց պետքա հարստահարեն։ Բայց եթե մի քիչ կոշտ մարդ եղավ, մի քիչ պրինցիպիալ մարդ եղավ, հետները դուխով խոսացող եւ կարացող իր շահերը ձևակերպի, ապա հետը հաշվի են նստում։ Ով չգիտի։ Այնպես որ ես գիտեմ թե Ռուսաստանի հետ, թե Արևմուտքի հետ հնարավոր է, բայց ես մուֆտջու հոգեբանությամբ չեմ լծված, որ տենաս ով կգա ինձ լավություն կանի, իմ սիրուն աշկերի համար։ Ոչ ոք չի գալու։ Առևտուր է, բիզնես է, Թրամփը այլևս բացահայտել է դա։ Թրամփը մի հատ մեծ գործ արի, ի թիվս իր շատ ու շատ, այսպես ասած, անմտությունների, նա շատ մեծ գործ արի, ցույց է տվել, որ այդ քաղաքականությունը չորով բիզնես է։ Չոր բիզնես է։ Ոչ ոք հենց այնց ոչի բան չի անում։ Դաժե եթե օգնություն են տալի, տակից քյար ունեն։ Մի օրինակ բերեմ, իմ ընկերոջ հետ տեղի ունեցած։ Ուրեմն այդ գրանտների համար ծրագրեր են ներկայացնում արևմտյան այդ գրանտ տվող կազմակերպություններին։ Իր ծրագիրն է ներկայացնում, ասում են ինչքան փող ես ուզում, ասում է 15,000, 20,000 թե 30,000 դոլարի կարգի բան, մի 15,000 երևի։ Մի 15,000 դոլարի բան, ասում է այսքան է գրանտը, ասում են չի 15,000 դոլար, ես մի 100,000 կարելի է այս գրանտով ուզել։ Այդ ով պետք է գրանտ տա։ Ասում են չի 100,000 պետք չի, 15,000 է պետք։ Իմ հաշվարկներով այս ծրագիր իրականացնելու 15,000-ը հերիք է։ Իրանք իրան այդ գրանտը չեն տալի, հետո ասում բայց հետո պիտի ինգա։ Հետո են իրան հասկացրել, որ ընկեր դու պիտի 100,000 ուզեիր։ Այդ 100,000-ից մի բան հատկա տանեիր այդ տվողին, ով որ քեզ տվել է այդ գրանտը։ Այն մնացածը տանեիր քո ծրագիրն իրականացնել, մի բան էլ քեզ մնար։ Այս ամեն ինչի մեջ sense տենց կա մախինացիա։ Ինչի մասին բացահայտ խոսել է Իլոն Մասկը, բացահայտ խոսել է Թրամփը, ինչի մասին հենց այսօր Ուկրաինայում ընթանում են դատական գործընթացներ Զելենսկու մերձավոր շրջապատի հետ կապված։ Ինչի մասին USAID-ին խոստովանել է, որ այո, չունենք կոնտրոլ Ուկրաինայում ծախսված տրամադրած մեր փողերի ծախսերի մասին կոնտրոլ չունենք։ Չեն տրամադրել, բայց մարդիկ տվել են այդ փողերը։ Ու տալիս են այդ փողերը։ Բայց չգիտեն որտեղ է ծախսվում այդ փողը։ USAID-ին խոստովանել է, այսինքն ես ինչ որ ասում, դավադրապաշտություն չի։ Ամենաբարձր մակարդակով հաստատված փաստեր են։ Խոստովանված փաստեր են։ Եվ ինչի են հիմնականում նույն մարդիկ գրանտ վերցնում ու նույն մարդկանց գրանտ տալիս։ Ես ոչ ոքի անմեղության կանխավարկածն ու մաքրությունը չեմ քննադատում, բայց ես ասում եմ, որ կա այսպիսի միտում ուշադիր, կա այսպիսի միտում, որտեղ նույն մարդիկ արդեն վստահելի են, փորձած են այդ առումով։ Իրանք չեն բողոքի։ Ընկերոջս պես չեն գա ինձ պատմեն, մյուսին պատմեն, թե իրենք այնտեղ ինչ քաքեր են ուտում, այսպես ասած։ Իմացաք, սաղ առևտուր է։ Բայց պետք է հատուկ արդարության ասեմ, որ եթե արևմուտքում նման մի բան բացահայտվեց, ապա այդ պաշտոնյան պիտի հրաժարական կա։ Մեր մոտ կարող է մի հատ պաշտոնի բարձրացում անեն։ Ռուսաստանում հետ սովետական տարածքում, նաև Ուկրաինայում։ Եթե նման բաներ է բացահայտվում, ամբողջ իրավապահ համակարգը գնում է որ խեղդի։ Արթուր Օսիպյանի պես բռնում նստացնում են։ Արևմուտքում, արևմտյան քաղաքական մշակույթում նման բան բացահայտվեց, պրոբկի պես թռնում է այդ ղեկավարը։ Այդ պետական գործիչը, ով որ այդ մախինացիաներն արել է, սրանով արևմուտքը առավել է սովետական հետ սովետական տարածքից, բայց սա արևմտյան ժողովրդի շնորհքն է, նրանց մենտալիտետի, նրանց կուլտուրայի շնորհքն է, ոչ թե այդ կոռուպցիաներ իշխանավորների, դա նրանց ժողովրդի շնորհքն է, իսկ մեր ժողովուրդը այդ շնորհքը չունի, այդ տեսանկյունից մեր ժողովուրդը անշնորհք է։ Չի կարա մեր մոտ մեկը բռնվի ու ասաղ ժողովուրդը լի աշկերը հանի, ասի, ես ինչ ես արի, արա դու ոնց ես այսքան փող կերը։ Մերոնք ասում են դե աշխարհի բանն է այդպեսին։ Արևմուտքում այդպես չի։ Այսինքն այն կեղտը, այն հանցանքները, ինչ կա այս տարածքում, այդ նույն նմուշները ոչ այսքան տարածված կա արևմուտքում։ Եվ եթե արևմուտքում տենց բան է լինում, նրանք անխուսափելիորեն զրկվում են իրանց պաշտոններից, ստեղ նույնիսկ լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների բանի մակարդակով սաղ ծածկաթմբոց են անում,
գնում է, բացահայտում են միայն այն, որ իրանց ձեռ է տալի, այն ամենը, ինչ իրանց այդ պահի քաղաքական նպատակահարմարության մեջ տեղավորվում է։ Էս էլ ասեմ, բայց սա կրկնում եմ արևմտյան մշակույթի, մենտալիտետի, հասունության, քաղաքացիական գիտակցության շնորհքն է։ Ահա թե ինչու մենք, եթե ուզում ենք լավ երկիր ունենանք, մեր քաղաքացիական գիտակցությունը պիտի փոխվի։ Քաղաքացիական գիտակցությունը։ Լավ, շատ չերկարացնեմ, շնորհակալ եմ ինձ հետևելու համար։ Անընդհատ ուզում եմ բժշկական թեմաներ ներկայացնեմ, չեմ հասցնում, որովհետև չգիտեմ, այս թեմաներն է մնում, օրը մի թեմա կարամ, երկու թեմա, բայց առաջիկայում խոստանում եմ նաև բժշկական թեմաներով հանդերձ կգամ, հարգելի ժողովուրդ, հարգելի քաղաքացիներ, լավ եղեք, մենք ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը, գուցե անձամբ ես կամ մեր սերունդը դա ամբողջ ծավալով չտեսնի, բայց մենք կտեսնենք, թե դա ոնց է մոտենում։ Նիկոլ Փաշինյանից զգուշ եղեք ժողովուրդ, ուղղակի զգուշ եղեք, նորից մտածեք, արդյոք արժի իրան ձայն տալ։ Մի ասեք, բա ում տանք, այն մյուսին, մի ասեք տենց բան, մի ասեք, լավ մտածեք, արդյոք ուզում ենք, որովհետև սի անկախության ճամփա չի, սի անկախության պայքար չի, իսկ ռուսական կախվածությունը, ադրբեջանական կախվածություն, այսքան չմոդառանք մենք, ադրբեջանական կախվածության փոխարինելու ռազմավարությունը։ Իսկ Եվրոպան խի աստեղ մեզ ջան ասում, որովհետև ադրբեջանական գազն ու նավթը, միջինասիական գազն ու նավթը, որը պիտի չերես Ադրբեջան անցնի, Եվրոպային պետք է։ Եվ պետք է Եվրոպայի քաղաքական գործիչներին, եւ պետք է բիզնեսմեններին, ովքեր այդ գազից փայ ունեն, այդ հանքերից փայ ունեն։ Այդքան բան։ Ռուսաստանում փայ չունեն։ Հիմա Ռուսաստանը ձեռ չի տալի իրանց։ Իրանում են փայ չունեն, դրա համար Իրանը ձեռ չի տալի։ Ադրբեջանում հանքերից փայատեր են արևմտյան կամպանիաները, Միջին Ասիայում փայատեր են։ Ահա թե ինչի են մեզ ջանջանանում, որ վերջնականապես հանձնվենք, խոնարհվենք, պառկենք, ասենք գնացեք եկեք, մենք պահանջ չունենք։ Այ դա է անում Նիկոլ Փաշինյանը։ Նորից մտածեք, լավ մտածեք, միջև իրան բալետ կանեք, միջև իրան ձեր արհեստականորեն սնուցված հակառուսական տրամադրություններով կտանեն ընտրատեղամաս եւ իբր թե Նիկոլին Փրկիչ եւ Տեր Խոստովանել կտան։ Դուք դրանից հետո պատասխան եք տալու ձեր քվեարկության համար։ Դուք ստորագրում եք։ Դուք այսօրվա ձեր քվեարկությամբ ստորագրում եք այն ամբողջ արարքների համար, որ Նիկոլը արել է միջև այսօր մեր երկրի գլխին, ու այն արարքների համար, որ անելու է ապագայում։ Սրա մասին լավ մտածեք։ Քվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին, դուք նրա հետ դառնում եք պատասխանատու այն ամբողջ արարքների համար, որ նա միջև այսօր արել է, եւ այն արարքների համար, որ դեռ պիտի անի։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն։